Ինչու ես տխուր, ինչ է պատահել։ Այսօր ես շատ տխուր եմ, որովհետև մեղք եմ գործել եւ խիղճս ինձ տանջում է, վախենում եմ, որ հայրիկս ինձ չի ների եւ ոչ միայն հայրիկս, այլև Հայր Աստված էլ ինձ չի ների։ Մի տխրիր եւ մի վախեցիր, արի քեզ համար մի հրաշալի պատմություն պատմեմ Աստվածաշնչից, լսիր այն ու վստահ եմ վերջում ինքդ ամեն ինչ կհասկանաս ու կխաղաղվես։ Պատմությունը մի երիտասարդի մասին է։ Նա իր հորից պահանջեց իր ողջ ունեցվածքը, վերցրեց այն ու հեռացավ տնից, գնալով օտար երկիր։ Նա այնտեղ ապրեց անառակ կյանքով եւ վատնեց իր ողջ ունեցվածքը։ Շուտով այդ երկրում սաստիկ սով սկսեց, եւ նա մնաց լիովին աղքատ ու անոթի։ Բանը հասավ նրան, որ նա խոզեր էր արածեցնում եւ փորձում էր գոնե խոզերի կերով կշտանալ, բայց դա էլ նրան չէին տալիս։ Եվ մի օր նրա աչքերը բացվեցին, ու նա ասաց. «Գնամ հորս մոտ ու ասեմ. հայր իմ, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ, ու արժանի չեմ քո որդին կոչվելու։ Ինձ ընդունիր քո վարձականներից մեկի պես»։ Ու երբ դեռ հեռվից տղան վերադառնում էր հոգնած, հայրը նրան հեռվից տեսավ, գթած, վազեց, գրկեց ու համբուրեց նրան, ու ասաց, որ նրան պետք է տան լավագույն հագուստները, ու մեծ խնջույք կազմակերպեց, ու ուրախությամբ ասելով. «Իմ որդին մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց»։ Այո, հիմա ես հասկացա, եթե այդ գթասերտ հայրը ներեց իր որդուն, վստահ եմ, որ ինձ էլ կների։ Եթե ներողություն խնդրեմ, Հայր Աստված էլ ինձ կների։ Միաժամանակ նրանք կներեն քեզ։